Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին մինչև հունիսի վերջ, այսինքն հաջորդ 2 շաբաթվա մեջ իրենց ֆինանսներում։ Ինչ է սպասվում աղեղնավորներին ֆինանսներում հաջորդ 2 շաբաթվա մեջ։ Տեսնենք։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Հարգելիներս, ել եմ ասում, պարտադիր տարբերակ ընտրեք, որը որ ձեզ վերաբերի, նա էլ կլինի ձեր տարբերակը։ Ես ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աղեղնավորներ, 2 հզոր կարտ եմ տեսնում, 2 հզոր կարտ։ Սա ֆինանսների արքան է, իսկ սա տեսնում եմ պաշտոնով, բարձր պաշտոնով, դիրքով, կարգավիճակով մարդ։ Ես 2 կարտով կարող եմ ասել, որ ֆինանսական մեծ հաջողություն է սպասում որոշ աղեղնավորների։ Եթե դուք աշխատանքում առաջխաղացման եք սպասում, ձեզ խոստացել են, խոսակցություն կար, ապա պաշտոն կարող է բարձրացնել, կբարձրացնեն։ Սա եւ պաշտոնով մարդ է եւ սա շատ կայացած, շատ հզոր։ Ֆինանսներում, չգիտեմ, ձեզ ինչ որ գործարք են առաջարկում, գումար է գալիս, բայց ես նաեւ տեսնում սա աշխատանքի հետ է կապված։ Ֆինանսներն են ավելանում, բոնուսի եք սպասում, բոնուս կստանաք, չգիտեմ, ուրիշ ինչ գումարներ կարող են գալ, աշխատավարձի ավելացում կարող է լինել, շատ լավ կարտեր եմ տեսնում, հատկապես ֆինանսների համար, իսկ սա ֆինանսների արքան է, այսինքն շատ ինքնաբավ, իրենից գոհ, իր աշխատանքով վաստակած, իր խելքով, եթե ինչ որ գործարք եք ընկել, ինչ որ աշխատանքի եք տեղավորվել, կամ ինչ որ, չգիտեմ, ինչ գործ եք արել ֆինանսների հետ կապված, անպայման հաջողության կհասնեք։ Եթե սա մասնագետ է, որին դիմել եք, սա մասնագետ է, ես չգիտեմ, բանկի աշխատող է, բանկում եք, դիմում եք, վարկ եք վերցնում, ինչ որ անում եք, բավականին հզոր է։ Եթե երաշխավոր եք փնտրում, այդ հարցով եմ ձեզ օգնում, հաջողություն եմ տեսնում ամեն դեպքում։ 2 կարտով կարող եմ ասել, հաջողություն է, ինչ գործարքեր, որ կնքում եք։ Չգիտեմ, արժի լրացուցիչ կարտեր հանել, թե չարժի։ Դա փորձենք մի փոքր մանրամասնել, բայց ես 2 կարտով կարող եմ ասել, որ շատ հաջող էր։ Առաջին տարբերակի դեպքում բավականին ֆինանսական հատկապես շատ ուժեղ կարտեր եմ տեսնում։ Okay, կարտեր եկան ուշելու, լրացուցիչ կարտեր չարժի հանել։ Հրաշագործը դուք եք, գործիքները ձեր ձեռքում են, ինչ որ անում եք, լավ մտածեք անելուց առաջ, բայց լավ իմացեք, որ դուք կարող եք, հավատացեք ձեր ուժերին եւ օգտագործեք բոլոր գործիքները։ Ծանոթների եք օգտագործում, չգիտեմ, ձեր գիտելիքն եք օգտագործում, ձեր ֆինանսների հետ կապված ունակությունները, իմացությունները, ինչ էլ որ լինի, գործիքները ձեր ձեռքում են, ձեզնից է կախված, բայց ես հաջողություն տեսնում եմ։ Շատ լավ էր։ Լրացուցիչ կարտեր չեմ ուզում հանել։ Տեսնում եմ երկրորդ տարբերակը, շատ հետաքրքիր էլի գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Սրանք ցանկություններ, երազանքներն են աստղերով, ճանապարհ, նպատակա, ֆինանսների հետ ենք նայում, ֆինանսների հետ կապված։ Այստեղ տեսնում եմ վարպետը, մասնագետը, որը բավականին փորձ ունի։ Սա մասնագետ է գումարների հետ կապված, ֆինանսների, չգիտեմ, բանկի աշխատող է, հաշվապահ է, ձեզ խորհուրդ է տալիս, օգնություն է ցույց տալիս, որպեսզի հասնեք ձեր նպատակին, կարող է լինել դիմում եք ինչ որ մեկի, որը գործից հասկանում է։ Ես չեմ կարող ասել դիմում եք մարդու, որը ֆինանսներ ունի, կարող է նաև ձեզ ֆինանսավորել, այդպես էլ կարող է լինել, որտեղ մարդը ինքը իր աշխատանքով բազմաթիվ ձեռքբերումներ ունի, տեսնում եք, այս բոլոր բաժակները իր ձեռքբերումներ են, հաջողություն են, կարող է նաև ֆինանսական հաջողություններ, մարդը ֆինանսապես շատ կայուն է, եւ հիմա ինքը նաև կիսվում է, բաժակը բարձրացել է, կիսվում է իր հաջողություններով այլ մարդկանց հետ։ Կարող է լինել, ինչ որ մեկն ուզում եք ֆինանսավորի, ինչ որ գործ ձեզ համար, ձեզ կարող են ֆինանսավորել։ Թե ձեզ ծնողները պետք է ձեզ ֆինանսական օգնություն ցույց տան, տարիքով մարդիկ են, նպատակ ունեք, ինչ որ լավ նպատակ է, բացատրեք ինչ նպատակ ունեք, ես կարծում եմ, որ ձեզ կօգնեն։ Եթե ծնող չի, մեկ ուրիշն է։ Իսկ եթե նպատակը ֆինանսների հետ կապված նոր մասնագիտություն ձեռք բերելն է, որպեսզի ձեր ֆինանսներն ավելացնեք, ինչ որ մեկին դիմում եք, ինչ որ բան եք ուզում իրենից սովորել ձեր նպատակներին հասնելու համար, մեկը, որը ունի փորձ, չեմ կարող ասել ինչ գործի մեջ է, ինչի հետ է կապված, բայց այս բոլորը կենտրոնը ֆինանսներն են, ապա դա էլ կարող է լինել։ Ինչ որ մեկը ձեզ ամեն դեպքում կօգնի։ Դուք ինչ որ մեկի միջոցով կարող եք հաջողության հասնել հարգելիներս։ Իսկ դժվարանամ ասել ով է նրանք, ովքեր այսպիսի ինչ որ նպատակներ ունեն ֆինանսների հետ կապված, իրեն գլխի կընկնեն։ Բայց ում էլ որ դիմում եք, ճիշտ մարդու եք դիմում,
որտեղ ինքը այդ գործի վարպետն է, ինքը ձեզ իսկապես կկարողանա ձեր նպատակին հասցնել։ Տեսեք, առաջին տեղում դուք ինքնուրույն էիք անում, առաջին տարբերակում, իսկ երկրորդ տարբերակում տղամարդ երկրորդ դեպքում էլ եմ տեսնում սրտի տուզ, էլ կարծես չեմ ուզում անել հարգելնես, հաջողության կհասնեք։ Եթե ինչ-որ մեկին էիք դիմում ձեր նպատակին հասնելու համար, տզից այն կողմ լավ կարճ չի կարող լինել, ճանապարհը բաց է, տեսնում եմ, լավ նպատակ ունեք, շատ լավ նպատակի համար է, պարզապես ծախս չէ, չգիտեմ, լրացուցիչ, ինչ-որ մանր մունր ոչ, ինչ-որ կոնկրետ նպատակ ունեք, լավ նպատակ ունեք և կհասնեք, հավանաբար տղամարդ, պարտադիր չի, բայց ինչ էլ եմ ասում, ինչ-որ հարազատ, ձեզ համար շատ հոգեհարազատ, շատ կարևոր մի անձ, որը գործից հասկանում եք կամ պարզապես ֆինանսներ ունի, ձեզ կօգնի։ Երկրորդ տարբերակում ինչ-որ մեկի օգնությամբ ձեր նպատակին կարող եք հասնել, երկրորդ այս առաջի տարբերակում ինքնուրույն էիք հասնում։ Երկու դեպքում էլ կարտերը շատ դրական էին ցույց տալիս հարգելներիս։ Այժմ տեսնենք աջակցություններին ինչ է սպասում ֆինանսներում մինչև հունիսի վերջ։ Ինչ է սպասում աջակցություններին։ Մարդիկ դրսում գործ են անում հարգելներս, եթե աղմուկ կա, ես պատուհանները փակել եմ, դրանից ավել ոչինչ չեմ կարող անել։ Ներող կնեք փոքր աղմուկի համար։ Տեսնենք ինչ է սպասում աջակցություններին ֆինանսներում մինչև ամսվա վերջ, հունիսի վերջ։ Երկու տարբերակ եմ ընտրում հարգելներս, բայց դուք կարող եք չընտրել, որը ձեր մասին լինի, այն էլ ձեզ կարող եք վերագրել։ Տեսնենք աջակցությունների ֆինանսներում ինչ է սպասվում։ Այս ինչ լավ կարտեր եմ տեսնում, գրեթե բոլորի համար ես անգամ շատ լավ կարտեր եմ տեսնում։ Հարգելի աջակցություններ, տեսա ձեր կարտն է, ֆինանսների արքան է, իսկ ֆինանսները սա Պենտակլը ներկայացնում է հենց աջակցությունին։ Ծառով տեսնում եմ առաջ խաղացում։ Էլ ոչ մի կարտ չեմ հանի առաջին տարբերակում, որտեղ այնքան լավ կարտեր եմ տեսնում։ Կամ լուրի եք սպասում, լուր կլսեք, կամ ինչ-որ մի լուր, ես չգիտեմ, էկոնոմիկայում ինչ-որ երկրում տնտեսության մեջ ինչ-որ մի բան է փոխվում, հասկանում եք, եւ հանկարծ այսպես դա շատ լավ է ազդում ձեր ֆինանսների վրա։ Օրինակ, չգիտեմ, հենց Թրամփն ասում է պատերազմը դադարեցինք, միանգամից բորսայում, հա, բոլոր բաժնետոմսերի գները բարձրանում են։ Նմանատիպ մի բան եմ տեսնում, այսինքն լուրը գալիս է առաջ խաղացում, որից դուք շահում եք։ Ես արդեն տեսնում եմ մարդ, որը բավականին կայացած է ֆինանսապես, այո, այսինքն այս աջակցություններին, որ վերաբերում է առաջին տարբերակը, դուք արդեն լավ էլ ֆինանսներ ունեք, լավ էլ վաստակում եք, շատ ինքնուրույն, աշխատանք ունեք, աշխատանքով եք վաստակում, թե, չգիտեմ, ձեր գործն ունեք, ինչ որ ունեք, ֆինանսներում, լուրի հետ կապված կլինի, թե ինչի, չեմ կարող ասել, առաջ խաղացում, այսինքն ինչ որ ունեիք, ավելին կունենաք, շատ հաջող կարտեր եմ տեսնում հարգելներս։ Երկրորդ տարբերակում մի քիչ այլ կարտեր եմ տեսնում, այստեղ տեսնում եմ կախված մարդը և տեսնում եմ ծաղիկներ։ Սա նշանակում ինչ-որ բան կանգ էր առել, ինչ-որ բան չէր շարժվում, ինչ-որ բան տեղից չէր շարժվում, գումարները, ֆինանսները չէին շարժվում, այսինքն չէին ավելանում, փոփոխություն չէր լինում բավականին երկար ժամանակ։ Ծաղիկներով կարող եմ ասել, որ կարող է ինչ-որ մեկի հետ հանդիպում լինի, չեմ կարող ասել ով է, ինչ-որ մեկի հետ շփվում եք, զրուցում եք, բոլորովին այլ թեմաներով, բայց իրականում կարող է սա օգտակար լինել ինչ-որ ձևով ձեր ֆինանսներին։ Ես չեմ կարող ասել ում հետ եք հանդիպում։ Տեսնենք։ Տեսնենք ինչ էր կատարվում երկրորդ տարբերակում։ Կախված մարդը հուշում էր, որ ինչ-որ բան կանգնել է, գործը տեղից չի շարժվում, կամ դուք գործ չեք, աշխատանք չեք ունեցել, դա նշանակում է դրանից ձեր ֆինանսներն էլ չեն գալիս, հանդիպում եք մարդկանց հետ, աշխատանք եք փնտրում, որպեսզի նորից ֆինանսներ լինեն։ Տեսնենք կարտերն ինչ կմանրամասնեն։ Ճիշտն ասած, ես տեսնում եմ, որ կարտերը հուշում են պետք է շփվել մարդկանց հետ, հանդիպել, զրուցել, չգիտեմ, դուք օգնության կարիք ունեք միգուցե, որտեղ ես տեսնում եմ ինչ որ նպատակ ամեն դեպքում ունեցել եք, չեք հասել, քանդվել է աշտարակը,
ճանապարհը ղարի 6-ով կարող եմ ասել փակվել է։ Ֆինանսների հետ է կապված, աշխատանքի հետ է կապված, եթե ձեր ֆինանսները միայն ձեր աշխատանքից էին գալիս, ապա ես տեսնում եմ կամ աշխատանք չունեք, կտրվել է, կամ ինչ որ ճանապարհի կեսին է մնացել, էլի աշխատանքից կամ հեռացել եք, կամ հեռացվել եք, կամ ինչ որ նպատակ եք ունեցել, ճանապարհ եղել, չի ստացվել, ղարետը զովել եմ տեսնում, ես մի տեսակ նոր ճանապարհ, կինը նայում է առաջ, այսինքն չի ստացվել, ինչ որ մի բան ֆինանսների հետ կապված, գործերի հետ կապված չի ստացվել, բայց դուք բոլորովին չեք ընկճվել, ես այստեղ ընկճված մարդ չեմ տեսնում, միգուցե բարկացած եք, նեղվել եք, նորից պետք է նորից սկսեք ինչ որ մի բան նոր ուղղությամբ, այդտեղ չունեին, դա շատ բնական է, ոչ մի բան իրանք հեշտությամբ չեն հասնում։ Խորհուրդ են տալիս փոխանակ բարկանաք, ընկճվեք, չի լինում, չի լինելու, անպայման կլինի, միշտ էլ վերջում հաջողություն լինելու է։ Շփվեք, շատ շփվեք, հանդիպեք մարդկանց հետ, փորձեք զրուցել, տարբերակներ գտնել։ Այսինքն այս անշարժ վիճակում ոչինչ հնարավոր չէր լինելու։ Հասկանում եք, անգործության չի կարելի մատնվել։ Եթե ձեր կոմֆորտի զոնայից չեք ուզում դուրս գալ հարմարավետության գոտուց, այսինքն չեք ուզում շատ ձեզ նեղություն տալ, մի տեսակ հարմակերպվել եք, ճանապարհը փակել է, չի լինում, չի կարող այդպիսի բան լինել, հարգելիներս։ Այդպես չի կարելի։ Չի կարելի, այսինքն չի կարելի հանձնվել։ Պետք է հանդիպել, շփվել, շփման մեջ էր, իսկ կարող եմ ասել այսպես, շփման մեջ էր ձեր հարցերի լուծումը, պետք էր ինչ որ բան անել, գործողություն էր պահանջում, հանդիպել, զրուցել մարդկանց հետ, դիմել, ինչ որ մեկի օգնության, ես գիտեմ աջակցությունները շատ ինքնուրույն են, փորձում են բոլորի հարցերը լուծել, հենց հարցը ասում է իրեն չեն սիրում ոչ մեկի ոչինչ խնդրել, իսկ արտերը հուշում են, որ խոսեք մարդկանց հետ, զրուցեք, դուք օգնում եք բոլորին, մեկ-մեկ էլ դուք օգնության կարիք ունեք։ Ինչ որ ասում էի, կարտերը դուրս եկան, տեսնում եք, զրուցեք մարդկանց հետ, շփվեք, ձեզ կարող են մարդիկ օգնել, դուք պարտադիր չի ամեն ինչ միշտ կարողանաք մենակ անել եւ բոլոր հարցերը մենակ լուծել։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, հարգելիներս։ Տեսեք, ինչ որ ասում էի, ես այստեղ տեսնում եմ ցանկությունները, նպատակ ունեիք, ինչ որ նպատակի չհասակ, մեկ այլ ճանապարհով մարդկանց հետ զրուցելով կարող եք շարժվել առաջ, նորից չհրաժարվելով ձեր նպատակից։ Գործողություն է պետք, ասում էի, այսինքն այս կախված վիճակը ոչինչ չանելը, ոչինչով չի օգնում։ Ես չգիտեմ ինչքան ժամանակ է, երկար ժամանակ է, տևական ժամանակ է, ինչ որ հարց միգուցե փորձեր արել եք, չի եղել, ինչ որ մի տեսակ հիասթափված վիճակում եք, կարտերը հուշում են ձեզ պահանջում է գործողություն, պետք չի ձեր նպատակներից հրաժարվել, անպայման պետք է շարժ լինի, սա արագության կարտն է, նորից պետք է մոտենալ հարցին նորովի, ինչ փորձեր որ արել եք, թողեք այդ փորձերից հեռացեք, հասկանում եք, անհաջողությանը չի կարելի դիտել որպես չի կարելի հիասթափվել, դա չի լինում, ոչ, դրանք փորձ են, որ մենք ձեռք ենք բերում, այդ բոլոր փորձերը նոր ճանապարհ, նոր ուղի գտնելու, մեր նպատակին ամեն դեպքում հասնելու համար։ Սա տեսնում եմ նոր առաջարկ, կամ ձեզ մարդիկ առաջարկություն կանեն, որովհետև ես ասում եի, տեսնում եք, շփվեք ինչ որ մարդկանց հետ զրուցեք, ինչ որ մեկը կգտնվի, որ ձեզ անպայման կօգնի։ Առաջարկություն կլինի, իսկ 10 պենտակլի մեծ գումարներ են, այսինքն դուք ձեր գումարները կունենաք եւ ոչ միայն գումարը կգա ավելին, քան դուք սպասում եք, պարզապես պետք է խոսել, զրուցել մարդկանց հետ, պետք է փնտրել տարբերակներ եւ ձեր նպատակից չհրաժարվել։ Նպատակը ինչ էլ որ լինի, աշխատանք գտնելը լինի, չգիտեմ, ձեր աշխատանքում առաջ խաղացում լինի, ինչ էլ ուզում է լիներ։ Հաջողություն կլիներ, բայց եթե դուք ինչ որ գործ անեք, պետք է այդ ուղղությամբ քայլեր անել, հարգելիներս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ 2 շաբաթվա ընթացքում ֆինանսներում, մինչև հունիսի վերջ։ Ոյ։ Շրջված էին կարտերը ներողություն ուղղեմ։ Տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին ֆինանսներում մինչև հունիսի վերջ։ Ես կընտրեմ 2 տարբերակ, դուք ձեզ վերագրեք այն տարբերակը, որը կզգաք, որ ձեր մասին է, հարգելիներս։ Շատ լավ։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։
Ես տեսնում եմ, որ ֆինանսներում հատկապես դուք մի տեսակ բալանսի մեջ եք ամեն ինչ պահում, շատ լավ տնօրինում եք ձեր ֆինանսները։ Դուք գիտեք ինչքան գումար գալիս է, ինչքան կարող եք ծախսել, որպեսզի այսպես գեղեցիկ լիարժեք կյանքով ապրեք, նաև հանգստանաք, նաև ժամանակ անցկացնեք, վայելեք ձեր կյանքը։ Այսինքն յոլա գնացող մարդ չեմ տեսնում ես այստեղ արևը հուշում է, որ իրականում դուք շատ լավ եք ապրում, բայց ձեր լավ ապրելու առաջին նախապայմանը այն է, որ դուք կարողանում եք ճիշտ տնօրինել ձեր գումարները, ձեր ծախսերն ու եկամուտները բալանսի մեջ պահելով։ Այսինքն ոչ թե ավելի շատ գումար վաստակելով, այլ ավելի քիչ ծախսելով, կամ ինչքան որ ստանում եք, ավելի քիչ եք ծախսում, դրա համար էլ շատ հարմարավետ եք ապրում։ Եվ հույսով եմ մինչև հունիսի վերջ այդպես էլ կշարունակվի։ Ամեն դեպքում 1-2 կարտ լրացուցիչ հանեմ, բայց ձեր հաջողությունը ֆինանսներում, հարգելի ջրհոսներ, ճիշտ տնօրինելու մեջ է, ձեր ֆինանսները շատ ճիշտ կարողանում եք տնօրինել։ Այո, մի կարտով էլ տեսնում եմ, շատ բավարարված, ինքնագոհ, սա 9 պենտակլի, ինքը կինը աշխատում է գումարն, ներողություն, սա թագուհին է, այո, կարող եմ ասել ձեր ֆինանսները շատ նորմալ լավ վիճակում են որոշ ջրհոսների, բայց նորից եմ կրկնում, ոչ թե որտեղ դուք շատ մեծ գումարներ եք վաստակում, այլ դուք շատ ճիշտ եք տնօրինում ձեր գումարները, եւ դուք շատ ավելի ֆինանսական հաջողությունների կարող եք հասնել, ոչ միայն մինչև հունիսի վերջ, այլ առհասարակ կյանքում դուք կարող եք նաեւ ունենալ, այսպես ասեմ, շատ մեծ ֆինանսական հաջողություններ նաև ապագայում, միշտ ապրել լիարժեք, որովհետև եթե դուք ճիշտ եք տնօրինում ձեր գումարները, դուք ճիշտ եք բալանսավորում ձեր ծախսերն ու եկամուտները, դուք միշտ կապրեք այսպես գեղեցիկ լիարժեք թագուհու կամ թագավորի կյանքում։ Շատ լավ է, գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելներս։ Ավելի շատ գովում էին ձեզ, քան ասում էին ֆինանսների մասին ինչ-որ բան։ Իսկ երկրորդ տարբերակը տեսնում եմ այստեղ ճանապարհը, ինչ որ նպատակ եք ունեցել, առայժմ ճանապարհը փակ է, նոր նպատակ է, պաժով թրերի կարող եմ ասել, պաժը դե երեխան է, այսինքն ինչ-որ մի նոր նպատակ, նոր ուղղություն, առայժմ ճանապարհը փակ է, չեմ կարող ասել ֆինանսների հետ ինչ-որ նոր աշխատանք կամ նոր աղբյուր եք փնտրում եկամուտի, ուզում եք երկրորդ աշխատանք, ուզում եք ավելացնել ձեր ֆինանսները, կամ կոնկրետ նպատակի համար ձեզ գումար է պետք, կամ պարզապես ճանապարհ եք ուզում գնալ, ձեզ դրա համար է ֆինանսները պետք, ես կդժվարանամ ասել։ Ում ինչպես վերաբերում է, այդպես էլ կարող եք հասկանալ, բայց առայժմ ճիշտն ասած տեսնում եմ ճանապարհը փակ է, տեսնենք կարծերը ինչ կհուշեն։ Գիտեք, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, բայց ֆինանսական ճգնաժամ չեմ տեսնում։ Ես ավելի շուտ այստեղ տեսնում եմ աշխատանքի հետ կապված խնդիրներ։ Այսինքն, կամ եթե գործարք էր ինչ-որ ֆինանսների հետ կապված նոր գաղափար էր, ճանապարհը փակ էր, կարող է ընդհանրապես չլինել, չեղյալ այսպես կարող է չեղել, ինչպես են ասում, չեղյալ հայտարարվել, կարող է այդպես լինել։ Այսինքն, չի ստացվի։ Կտրվում է ինչ-որ մի բան հեռանում է ձեզնից, հարգելիներս, կամ աշխատանք եք կորցնում, որը ձեզ այնքան էլ լավ գումարներ չէր բերում, sense tennis չէր բերում լավ գումարներ, բայց նաև կորցնում եք։ Ես այս ֆինանսական ճգնաժամում անկեղծ ասած չեմ տեսնում, բայց կարող եմ ասել, որ գիտեք ինչ կարող եմ ասել, սա արդեն եղել է։ Սրանք առաջի երկու կարտն էին ընկել, սա արդեն եղել է, ինչ-որ մեկ աշխատանքից կամ հեռացել է, կամ այսպես կտրուկ որոշել ու թողել հեռացել է, որովհետև ինչ-որ բան իրեն դուր չի գալիս։ Մարդիկ դուր չեն գալիս, ինչը դուր չի գալիս, չեմ կարող ասել։ Ես այստեղ վեճեր կամ բացասական մարդիկ անկեղծ ասած չեմ տեսնում, բայց հիշում եք, այստեղ ասում էի պաժով ինչ-որ մի նոր գաղափարի հետևից է գնում, առայժմ ճանապարհը կամ փակ է կամ չեք տեսնում։ Այո, դուք հրաժարվել եք աշխատանքից կամ ինչ-որ գործ թողել եք, ինչ-որ մի բան չէր ստացվում, նույնիսկ եթե աշխատանք չէր, պարզապես գումար վաստակելու միջոց էր, թողել եք նոր ճանապարհ եք ընտրում, նոր գաղափար ունեք, որը առայժմ այնքան էլ պարզ չէ, որտեղ առայժմ տեսնում եմ ճանապարհը փակ է։ Միգուցե պարզապես դուք չգիտեք ինչ ուղով գնալ այդ նոր նպատակին հասնելու համար, ձեզ համենայնպես նոր ֆինանսների աղբյուր է պետք, այդպես եմ տեսնում։ Ձեզ պետք է նոր գիտելիքներ, կարտերը հուշում են, ավելի շատ ֆինանսներ ձեռք բերելու համար։ Ֆինանսները ես տեսնում եմ, որ ձեզ իրականում կգան, բայց կարտերը հուշում են, ձեզ պետք է նոր գիտելիքներ։ Սա նորը, սա էլ գիտելիքները
գրքով։ Տեսնում եմ այստեղ կին, եթե ինչ-որ կնոջ եք դիմում, ինք իրականում ձեզ կկարողանա օգտակար լինել, որովհետև տեսնում եմ արդյոք, որ աշխատանք եւ սա աշխատավարձն է, ձեզ աշխատանք իրականում կառաջարկեն։ Եթե արդեն դիմել եք, սա գործակալ է, գործակալություն է, որտեղ մարդկանց աշխատանքի են տեղավորում, կարող է, ամեն դեպքում ձեզ նոր գիտելիքներ են պետք, մինչև մարդը ձեզ գործ գտնի, բայց ես ձեզ առանց աշխատավարձ չեմ տեսնում, անկեղծ ասած, մեծ ֆինանսներ առայժմ չեմ տեսնում, բայց ես տեսնում եմ, որ եթե դուք ինչ-որ գործ թողել եք կամ հեռացել եք աշխատանքից, նոր աշխատանք եք փնտրում, կգտնեք։ Դե աշխատանքը գալիս է, աշխատավարձն էլ հետ մենք խոսում ենք ֆինանսներից։ Փորձեմ 1-2 կարտով ճշտել լրացուցիչ ինչ-որ բան կարող եմ անալ, բայց այո, արջը նախ պաշտոն է, այսինքն ձեզ աշխատանք են առաջարկում, եւ երկրորդը 10 խաչի նշանակում է աշխատավարձ, այսինքն դուք աշխատանք կգտնեք, ֆինանսներն էլ կգան։ Կարող է աշխատանք գտնեք մինչև հունիսի վերջ ֆինանսները գան դրանից հետո, ես վստահ չեմ կարող ասել հարգելներս, բայց գոնե եթե ֆինանսական հարց ունեիք, գործ եք կորցրել, ապա ֆինանսական հարցը պետք է որ աշխատանքի հարցը մինչև հունիսի վերջ պետք է որ լուծվի։ Բավականին հաջող եմ տեսնում կարտերը։ Տեսնում եք, այո, մարդը նստած հաղթանակած թագավորի գահին, այսինքն այո, անպայման կկարողանաք գտնել։ Անպայման, դեռ կարող է 2 առաջարկություն ունենա, կարողանաք մեկն ընտրել, ես 2 ջահ եմ տեսնում, բայց առաջարկություն կլինի, աշխատանք կգտնեք եւ աշխատանքի հետ կապված հարգելներս ֆինանսներն էլ կգան։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ձկներին մինչև հունիսի վերջ իրենց ֆինանսներում։ Ես ընտրում եմ 2 տարբերակ, հարգելներս դուք ձեզ վերագրեք այն տարբերակը, որը կարծում եք, որ ձեր մասին է։ Ձեզ համար ավելի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու համար։ Առաջին տարբերակ եւ երկրորդ տարբերակ։ Շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելի ձկներ։ Այստեղ տեսնում եմ 8-ը, ես կարող եմ ասել, որ այստեղ կան մարդ, որը բավականին լավ վաստակում է, ինչպես եք վաստակում, ինչ մասնագիտություն եք, չգիտեմ, բայց դուք ձեր աշխատանքով, ձեր քրտինքով եք վաստակում, ձեր գործն եք անում, թե աշխատավարձ եք ստանում, չեմ կարող ասել, բայց դուք ինչ որ գործում լավ մասնագետ եք, ինչ որ անում եք, լավ եք անում, ձեր գործը լավ եք անում եւ լավ էլ վարձատրվում եք։ Իսկ բանալին ձեր ձեռքում է, եթե դուք ուզում եք ավելացնել ձեր ֆինանսները, զրուցում եք ինչ-որ մարդկանց հետ, փնտրում եք ինչ-որ տարբերակներ ավելացնելու ձեր եկամուտները, կարտերը հուշում են, որ ձեր ձեռքում է։ Դուք արդեն մասնագիտություն ունեք, եթե երկրորդ աղբյուր եք փնտրում, ապա բանալիով տեսնում եմ, որ հնարավոր է։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ ինչ որ ծախսեր ունենում եք, ինչ որ ծախսեր կլինեն մինչև հունիսի վերջ որոշ ձկների համար։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, այնքան հետաքրքիր։ Ինչ եմ տեսնում։ Ես նայում եմ ֆինանսների հետ իհարկե, բայց ես ավելի գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ուզում անպայման ասել։ Ես այստեղ տեսնում եմ այսպես ծաղիկների կարտը, որը գեղեցկության, նաև ժամադրությունների, հանդիպումների կարտն է, տեսնում եմ նաև սրտի տուզ։ Այսինքն կարող են լրացուցիչ ծախսեր առաջանալ, հատկապես կանանց համար իրենց գեղեցկության հետ կապված, չգիտեմ, այդպես որոշում են ծախսեր, մի քիչ գումարը պակասում է ավելի, կարծես թե ուզում են գեղեցկանալ, ֆինանսները պետք է իրենց արտաքինի համար չեմ կարող ասել, թե ինչ են ուզում անել արտաքինի հետ կապված, որպեսզի գեղեցկանան գնան ժամադրության ինչ որ տղամարդու հետ։ Դա կարող եմ այդպես ասել առաջին տարբերակով։ Իսկ առհասարակ, եթե նայենք պարզապես որպես ֆինանսներ, ես տեսնում եմ այստեղ լրացուցիչ ծախսեր կան եւ կորուստներ էլ կան։ Ես կարծում եմ, որ հարգելի կանայք ինչ որ ծախսեր պետք է պակասացնեք, ինչ որ ծախսեր կարող եք պակասեցնել, որտեղ կա ընտանիքում ինչ որ նպատակ, ես այստեղ ճիշտ ասած, ես ինչի զույգ եմ տեսնում,
Մարդիկ ինչ որ նպատակ ունեն, մի լուրջ նպատակի են ուզում հասնել, գումարները վաստակում են, գումարներ գալիս են, բանալին ձեր ձեռքում է, այսինքն նպատակին հասնելու բանալին ձեր ձեռքում է, գումարներ գալիս են, դուք երևի վատնում եք։ Այ կանայք մի քիչ շատ միգուցե իրենց գեղեցկության ինչի համար են ծախսում, չեմ կարողացել կարտներ պես ցույց տալիս, բայց շատ եք ծախսում, հարգելի կանայք։ Մարդիկ կան, որ տղամարդիկ կանանց վրա են ծախսում իմիջիայլոց, այդպես կարող եմ ասել, եթե սա ամուսնացած մարդ չի, պարզապես տղամարդ է, շատ այսպես սիրառատ մարդ է, սիրում է գնալ, ժամադրվել, կանանց հետ ժամանակ անցկացնել, չնայած ունի նպատակ, բայց եթե շատ են ծախսում կանանց վրա, որտեղ ես այստեղ տեսնում եմ կին եւ գեղեցկության կարգ, ամեն դեպքում, եթե ընդհանրացնեմ հարգելի ձկներ, ծախսերը շատ են, շատ գումարներ եք ծախսում եւ դա միակ կորուստը գումարների ավելորդ վատնումը միակ խոչընդոտն է ձեր նպատակին հասնելու համար, անկախ նայած թե ձեր նպատակը ինչու՞ն է, կա նպատակ, ֆինանսական ինչ-որ ցանկություն ունեք, բայց չեք հասնում, որտեղ շատ եք ծախսում, կարող եմ ասել, որ մեծ գումարներ չեն, բայց ծախսում եք եւ դա խանգարում է ձեզ, ծախսերը պետք է պակասեցնել, կարտերը հուշում են, գոնե մինչև հունիսի վերջ հարգելիներս փորձեք կրճատել ձեր ծախսերը, որովհետեւ դուք իրականում գումարներ վաստակում եք, ել եմ ասում, դուք առանց գումարի չեք մնա, պարզապես եթե կոնկրետ լուրջ նպատակ կար, որ մինչև հունիսի վերջ ուզում եք հասնել, այսինքն չգիտեմ, ինչ-որ մի նոր մեծ գնում եք ուզում անել, ինչ եք ուզում անել, դες համար շատ կարևոր նպատակ էր, պետք է ծախսերը պակասեցնել։ Տեսնում եմ ջահերի ասպետը եւ տեսնում եմ թռչուններին երկրորդ տարբերակում։ Խոսակցություններ եմ տեսնում, ինչ որ մարդկանց հետ զրուցում եք, ինչ որ նպատակ ունեք, երկրորդ կարտով եմ տեսնում, ինչ որ ցանկություն, ինչ որ նպատակ, կամ պարզապես խորհուրդ եք հարցնում, ինչպես հասնել ձեր նպատակին, ֆինանսների հետ կապված, որովհետեւ ֆինանսների հետ եմ նայում, ինքնը ձեզ ինչ որ լրացուցիչ գումարներ են պետք, աշխատանք են պետք, փնտրում եք, զրուցում եք, շփվում եք, բայց ինչ որ մարդկանց օգնությանն էլ եք դիմում, տեսնում եմ, որ փորձում եք ելքը գտնել նաեւ մարդկանց հետ շփվելով, ինչը շատ խելացի է։ Օգնության դեպքում միշտ էլ կարելի է դիմել մարդկանց։ Ինչ է տակրի բաներ եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ, այո, զրուցում են, շփվում են, բայց շատ այսպես բացասական կարտեր եմ տեսնում, ղար, խաչ։ Այսինքն ինչ որ աշխատանքի հետ խնդիրներ են եղել, գործերում, միգուցե աշխատավարձը միանգամից կտրվել է, որտեղ աշխատանք է կորցրել, բավականին տևական ժամանակ է։ Որոշ ցկներ, դե բնականաբար բոլորին չի կարող։ Աշխատանքից դժգոհ եղել, չեմ կարողացել, կրճատումներ են եղել, ձեզ համար անսպասելի է եղել, բայց ձեր եթե այսպես ֆինանսները միանգամից կանգնել են, որովհետև դուք աշխատանք կամ գործ եք կորցրել, ինչ որ կորստի պատճառով աշխատանք հիմնականում ձեր ֆինանսները կանգնել են եւ բավականին տևական ժամանակ է։ Դուք զրուցում եք մարդկանց հետ, այսպես ջահը ձեռքին, չէ, ջահով ինչպես նոր ճանապարհ են փնտրում, նոր ուղի եք փորձում գտնել հարգելներես։ Ես այստեղ տեսնում եմ հետո երկու տուզ։ Եվ կին եւ տղամարդ, հա կարող է եւ կանանց վերաբերել եւ կանանց եւ տղամարդկանց կարող է լինել, որ ընտանիք են, երկուսով միասին են աշխատանք կորցրել, միասին են աշխատել։ Չեմ կարող ասել, կդժվարանամ ասել, թե ինչու է այսպես երկու տուզ ընկավ իրար ետևից։ Բայց դուք աշխատանք կորցնելու պատճառով ֆինանսները հանկարծակի այսպես Գիտեք, կարող է լինել այնպես, որ աշխատանք կորցրել է տանը, ով որ աշխատում է, երևի թե տղամարդը, այլ գումար չի կարողանում վաստակել։ Իսկ հիմա երկուսն էլ կինն էլ տղամարդն էլ երկուսն էլ աշխատանք են փնտրում, որտեղ երևի բավականին բարդ վիճակ է, ֆինանսները պարզապես կանգնել են եւ իրենք որոշել են, որ միայն տղամարդու աշխատելով չեն կարողանում երկուսն էլ, որտեղ տեսնում եք, երկուսն էլ իրար չեն նայում, իրենք երկուսն էլ մի ուղղությամբ են նայում, մի նպատակ ունեն, երկուսն էլ փորձում են ընտանիքում աշխատանք գտնել։ Տեսնենք։ Չի կարող այսպեսի բան լինել, ոնց կարող է այդպես լինել։ Շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում, հարգելներս, հոյակապ կարտեր եմ տեսնում, այստեղ էլ տեսնում եմ արև։ Շատ լավ կարտեր եմ տեսնում, զարմանալի, ես չգիտեմ, այս գեղեցիկ կարտերը ոնց կապեմ այդ ինչ որ միջև է տեսա։ Դուք ինչ որ ելք եք փնտրում, դե միջև հունիսի վերջ երևի թե ելքը կգտնեք կամ ճիշտ մարդիկ կգտնեք։ Հարգելներս, ես ցանցից լավ կարտ ուղակի չի լինում։ Այսինքն կարտերը հուշում են, որ փորձեք փնտրել, զրուցել շատ մարդկանց հետ եւ ձեր աշխատանքը իրականում պտուղ կտա։ Պտուղը կլինի միգուցե շատ ավելի ուշ, ես չեմ կարծում, որ դուք հունիսի մինչև վերջ այսպես մեծ գումարների հասնեք, բայց տեսեք, հարգելներս, արևը ստվերում էր, այսինքն
ով փնտրում է նա գտնում է, դուք անպայման կգտնեք մարդկանց, որոնք ձեզ կօգնեն, միգուցե այս երկու տարբերակով եւ կին եւ տղամարդ երկու աշխատանք կգտնեք, բայց ինձ թվում է ամեն դեպքում երկուսն էլ գտնում, փնտրում են աշխատանք։ Իրականում կարծում եմ երկուսը էլ կգտնեք, որտեվ ես երկու աղբյուր եմ տեսնում եք, երկու կարտ եմ տեսնում ֆինանսների։ Մեկը շատ գումարներ կվաստակի, մյուսն ավելի շատ։ Այսինքն ամուսիններով եթե երկուսով եք աշխատանք փնտրում, երկուսը էլ կգտնեք եւ բավականին ձեր գումարները կկրկնապատկվեն։ Շատ այսպես արագ, շատ մեծ շարժ կսկսվի, շատ, եթե դուք ակտիվ լինեք եւ ակտիվ աշխատանք փնտրեք, սա էլ տեսնում եք, պաժն է նորից էլի մեկ ձեռքին, մեկ ջահը ձեռքին։ Այո, անպայման հարգելինս, եթե կամ միգուցե եթե այդպես չէիք մտածում, կարծեն են խորհուրդ տալիս, տանը եթե երկուսով էլ ամուսիններով աշխատանք գտնեք, փորձեք փնտրել գտնել, երկուսը էլ կգտնեք, որը ավելի լավ չեմ կարող ասել, բայց ես տեսնում եմ երկու եկամտի աղբյուր իմիջայլոց եւ ամենալավ եւ սա է ամենամաքսիմումն է եւ սա տուզն է պենտակլը տեսնում են ֆինանսներն են կոպեկներ տեսնում այսինքն շատ մեծ հաջողություն այսպիսի վիճակից ես սնանկացում չէի տեսնում ուղղակի միանգամից կոնկրետ կանգնում են ֆինանսները որտեղ մարդիկ աշխատանք են կորցրել իսկ ես հիմա տեսնում եմ շատ մեծ հաջողություն բայց ելի եմ կրկնում կարտերը հուշում են ընտանիքում գոնե երկու հոգի պետք է աշխատեն եւ ձեր գումարները հարգելիներս կկրկնապատկեն շատ գեղեցիկ էր աստված տա լինի մի քիչ անհավանական բաներ եմ տեսնում բայց դե կարտերն ինչ հուշում են այն էլ ասում եմ հույսով եմ իրականանան հաջողություն եմ աղթում բոլորին